Եվ մի անգամից սկսեմ, մեր հոգևոր մշակութային ժառանգությունը դարի շարունակ պղծում են, ոչինչ չի արվում այդ ամենը կանխելու համար, որն է դրա պատճառը, կա ինչ-որ միտումնավորություն։ Մեր մշակութային, այս նյութական մշակույթի հուշարձանները առհասարակ տարբեր դրդապատճառներից ելնելով վնասներ են կրում։ Ինչ հրավերում է նախաքրիստոնեական հուշարձաններին, ապա դրանց պղծումը եւ զանգվածային ավելումը արդեն իսկ քրիստոնեության ընդունման շրջանում է դեր ունեցել մեծավ մասամբ, այսինքն հատուկենտ հուշարձաններ են, որ ինչ որ չափով փրկվել են եւ որպես կանոն դրանք հիմա ի հայտ են գալիս առավելապես պեղումների շնորհիվ տարբեր հնավայրերում հայտնի, բայց դրանց մեծ մասն ցավոք սրտի ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս են մնացել, մասնավորապես Արևմտյան Հայաստան տարածքում են։ Ուրեմն դրանք ավելի պեղումներով են ի հայտ գալիս եւ մենք պատկերացում ենք կազմում, թե ինչ մակարդակի ճարտարապետության ոլորտում մասնավորապես մեր շինարարները, մեր ուրեմն կառուցողները ինչ մակարդակների էին հասել, ինչ հնարքների էին տիրապետում շինարվեստի ոլորտում։ Իհարկե այդ ամբողջ փորձը ժառանգվեց, փոխանցվեց մեր ազգի արդեն քրիստոնեություն ընդունած ուրեմն սերունդներին եւ տեսնում ենք, որ գնալով որքան մեզ է մոտենում ժամանակները, այնքան օգտագործված շինանյութը սկսում է փոքրանալ։ Այսինքն նախընտրելի չափը քարի կամաց ավելի փոքրանում է, որքան որ ժամանակները դեպի մեզ են հասնում։ Այսինքն նախաքրիստոնեական շրջանի 2-3 մետրանոց այդ քարե բլոկները, որ օգտագործվել են եւ նույնիսկ շաղախը չեն օգտագործել, արդեն այդ քարերը իրենց չափերով քանդվող չէին, իրար վրայից ընկնող չէին եւ նույնիսկ շաղախ կարիք չկար։ Եվ գնալով, ասենք, տեսնում ենք, որ օրինակ վաղ միջնադարյան եկեղեցիների քարերը նորից տեսնում ենք ինչ խոշոր չափերի են։ Եվ կապ չունի շենքը ինչ չափեր ունի, կարող է շատ փոքր կառույց լինի, այսինքն ոչ թե որ մեծ կառույցներին մեծ քարեր էին օգտագործում, այլ կարող է շատ փոքր կառույց լինի, բայց ժամանակի մտածողությունն էր, ժամանակի գաղափարի համեմատ կառուցում են շատ մեծ քարերով։ Ուրեմն այս ժամանակաշրջանի դա կամաց փոխվեց։ Հիմա եկել հասել է միտեղ, որ մենք մեր հայրենիքում տերով կամ անտեր, տերով նկատի ունեմ մեր պետականության հատվածը, ազգային պետականություն, որ տարածքի վրա որ կա, այսինքն Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ, իսկ անտերը մոտարապես 9-ից 10 անգամ ավելի ընդարձակ տարածքի ցավոք սրտի, դարերի ընթացքում մենք այնքան ենք նահանջել, որ այսօր այդ ստիպված ենք արձանագրել, որ սա է վիճակը։ Իհարկե ժամանակի մեջ շատ բան է փոխվում եւ օրինակ ընդամենը 40 դար առաջ մեր պետականությունը 30,000-ի վրա էր, հիմա 42։ Այնպես որ ոչինչ կորած չի, եթե շարունակենք ճիշտ ապրել։ Լեոն ասում է հայ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից եւ ամենամեծ աղետն այն է, որ հայը պարտավոր էր լինել լուսավորչական։ Ինչ կասեք այդ մասին, իրոք դա աղետ է։ Լուսավորչականը, որ հիմա ավելի ընդունված է ասել առաքելական, բայց իրականում լուսավորչական է ավելի։ Ես անձամբ գտնում եմ, որ քրիստոնեությունը պակաս հզոր գաղափարաբանություն չունի, քան ասենք գոյություն ունեցող ուրիշ կրոնները, գոնե մարտնչող կրոն է, արժանապատիվ, հպարտ, բայց ինչպես այլ կրոններ, նաև քրիստոնեությունը ժամանակի մեջ գաղափարական ուղղություններ է ունեցել եւ տարբեր ազգեր էլ այդ ուղղությունների հետևորդներ եղել են շատ հայտնի, շատ մեծ, շատ կարևոր ժողովներ, որոնք որ կամ փորձել են միավորել քրիստոնյա աշխարհը, կամ հենց այդ ժողովների պատճառով պառակտումներ են տեղի ունեցել։ Ցավոք սրտի մենք այն փոքրաթիվ ազգերի թվում ենք, մենք էլ հետները 5-ն են այդ ազգերը, որքան որից հաշվել են,
այսինքն Ղպտիներ, Հաբեշներ, Ասորիներ, Ուտիներ եւ մենք։ Ուտիներ կարող ենք ավելի լայնացնելով ասենք վաղ միջնադարի համար կարող ենք ասենք աղվանական ցեղեր, որոնցից մինչև մեր օրերը հասել էին միայն ուտիները լուսավորչական կամ հայ-առաքելական եկեղեցու հետևորդ եւ կամ ավելի լայն հաշվով Քրիստոսի մեկ բնության ուսմունքի հետևորդներ, որտեղ հենց այդպես էլ հարաբերս գիտական գրականության մեջ միշտ կոչվել է միաբնակ եկեղեցի եւ կամ երկբնակ եկեղեցի, որ քաղաքականությունն է, ուրեմն շատ տարբեր են այս երկու քրիստոնեական ուղղությունների դավանող ազգերի վարքագծերը։ Միևնույն երևույթին վերաբերմունքը շատ տարբեր են։ Եթե փորձեմ շատ կարճ, հիմա ես չեմ ուզում, մասամբ կարող եմ, մասամբ չեմ կարող, բոլոր ծալքերը դեռ ինձ համար չեմ բացահայտել, բայց կարող եմ օրինակ երկու բառով ուղղակի շատ ձևով ասեմ, որ լուսավորչական քրիստոնեությունը կամ առաքելադավան հայ առաքելական եկեղեցու պաշտած քրիստոնեությունը դարեր աղերսողի, խնդրողի ողորմություն հայցողի կրոն է կամ հավատք է, կեցվածք է, չեմ մանում ինչ է։ Նույն ասենք քրիստոնեության, ասենք քաղաքական ուղղության հետևորդների եւ նաեւ նրա իրավահաջորդ կաթոլիկ եկեղեցու դավանած ազգերի կեցվածքը պահանջող է, հրամայող է իր եւ Աստծու միջև այդ երկխոսությունների մեջ աղերսող չի։ Կաթոլիկ անհատը եւ ազգը չի աղերսում։ Շատ հաճախ նրանք ընդհանրապես իրազեկում են Աստծուն իրենց արդեն իսկ կատարած քայլերի մասին ընդհանրապես։ Եվ եթե հարցում են գտնում են որ ճիշտ բան չեն արել, սխալ գործ են արել, զեկուցում են եւ ասում են դե այս սխալի համար էլ ներող եղիր։ Բայց խնդրել չկա։ Աղերսել չկա։ Մեր աղերսելացը սկզբից վերջ։ Եվ աղերսելով ոչ թե միայն մենք, մյուս ազգերն էլ տեղ չհասան։ Որովհետև Աստված ոչինչ չունի որ տա։ Աստված ոչինչ չունի որ տա եւ դարեր խնդրում ես որ տա։ Ինքդ պիտի ստեղծես եւ մյուս քրիստոնյա ազգերի նման կաթոլիկ աշխարհի առավելագույնը երբեմն զեկուցիր։ Եթե դրա կարիք զգում ես, եթե ստիպված ես, գտնում ես որ ստիպված ես կամ չես կարող հաղթահարես այդ ձևը, այդ փուլը, ձևի։ Չես կարող հաղթահարես, դե լավ, զեկուցիր, խնդիր չկա։ Բայց մեր նախնիների կրոնը երբեք աղերսող չի եղել։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ նույնիսկ նախաքրիստոնեական այո, Վանի թագավորության շրջանում մարդիկ գնում են արգիշտին հաղթում էր եւ ասում են, որ Խալդի Աստվածը հաղթեց։ Այսինքն նրանք վստահում էին Աստվածներին իրենց հաղթանակները, հաղթանակի համար էին պաշտում այդ։ Միայն այն փաստը, որ ունեին ռազմի եւ հաղթության աստվածներ, այսինքն ռազմը պաշտամունք էր։ Հաղթությունը, պատիվը, արժանապատվությունը պաշտամունք էր եւ դրա աստվածները կային։ Եվ քրիստոնեության, ասում ենք հիմա ունենք նման աստված։ Իհարկե ոչ։ Դե ինքնաբերաբար հանունները շատ կարևոր են։ Հանուն ինչի ես ապրում, հանուն ինչ գաղափարի ես ապրում։ Եթե չունես գերագույն արժեք գաղափարը, հանուն որի միակ այն կյանքը, որ արժի, որ արդարացված է ընդհանրապես ապրել, դա այն կյանքն է, որը ապրվել է հանուն հայրենիքի։ Եթե դա չէ գերագույն արժեքը, խաչն է, Քրիստոսն է, խաչը, տեսնում եք, դրա համար ամբողջ աշխարհով ցրիվ ենք եղել։ Հետմահու կյանքն է կարևոր դրախտ գնալը։ Կեղծ սուտ, այսինքն դրախտի սինգաղափարներ, չգիտեմ, հեքիաթներ, մանկական հեքիաթներ։ Հավաքովի կտակարան։
տարբեր տեղերից։ Դե մի կտակարան, որը պետք է ուղղորդի քո կեցությունը եւ որը որ քո ազգը չի հեղինակել։ Ուրիշ ազգի կեցությամբ, այսինքն ներմուծված կոդեր։ Իմպորտնի ապրանք է մի տեսակ այդ ավետարանը։ Մեր երկրում չի արտադրվել։ Արտադրված չէ Հայաստանում, հայկական բարձրավանդակում։ Մեր նախնիները չեն հեղինակել։ Եվ բայց դրանով սակայն ես հենց սկզբից ասացի ու նորից ուզում եմ ասեմ, քրիստոնեությունը ունի այդքան ընկած կրոն չէ, որքան մենք ենք մեզնով մարմնավորում։ Քրիստոնեությունը աշխարհի ամենահզոր ազգերը քրիստոնյա ազգերն են եւ դարեր։ Քրիստոնյա ազգերը այդ դավանանքով կաթոլիկ աշխարհում մինչև կայսրությունների մակարդակի հասան տարբեր ազգեր, տարբեր ժամանակներում կամ զուգահեռ երբեմն։ Եվ աշխարհը տիրող, աշխարհը բաժանող ազգերը հենց քրիստոնյա ազգերն են եղել։ Եվ բայց նորից եմ ասում, այսինքն մեր դավանանքը եւ այդ անբախտ եւս 4 ազգերի դավանանքը, մեծ դավանակից անբախտ 4 ազգերը, որ իրական բոլորն էլ լքեցին երկիր մոլորակը իբրև պատմության թատերաբեմ։ Բոլորն էլ լքեցին։ Մեջների բախտավորը դերել է որ կանք, այս ինքնասպառող կրոնով հանդերձ, որ սա մի կրոն է, որը ուղղակի, եթե ուզում ես մեկը չլինի, մի ձևով ընդունել դուր հայ առաքելական եկեղեցին իբրև հավատք։ Մնացած ժամկետի հարցը ինքը չի լինելու։ Իսկ միաբնակ եկեղեցու հետևորդները բոլորը ժամանակի մեջ վերացան կամ վերացածի հաշիվ են։ Մի քանի տարիներ առաջ էր ընդամենը Շվեդիայի կառավարությունը ասորիներին հրավիրեց Շվեդիայում ինչ-որ մի արտոնություններով, ազգային դպրոցի, թվերչիկներ, ինչ որ մի մշակութային եւ դեռևս հայրենիքում ապրող, թող թեկուզ այլ պետության անվան ներքո, բայց իրենց օրրանում ապրող հազարավոր ասորիներ միանգամից գաղթեցին Շվեդիա։ Այսինքն եթե օրինակ նման արտոնություններ տար, չեմ անում, Ֆիջի կղզին, գնալու էին Կորեին, եսին որ աշխարհի ծայրը։ Այսինքն սա որտեղից է գալիս, որտեղ իրենց հավատքը, ինչպես եւ մերը, չի սովորեցրել ապրել հանուն հայրենիքի, էներգիան ուղղել հայրենիքի շենացմանը։ Այսինքն գերագույն արժեքը միաբնակ եկեղեցու հետևորդ ազգերի համար հայրենիքը չի։ Սա է։ Օրինակ ասենք, թեկուզ պարզ մի օրինակ ասենք ֆիլմերը այդքան Հոլիվուդի, չգիտեմ, ամերիկյան ֆիլմեր եւ այլ, որքան առաջնային է հայրենասիրությունը։ Իմիջիայլոց նույնիսկ հայ իրականության մեջ մի փոքր հատված, որ կաթոլիկ եկեղեցու հետևորդ էր, չնայած զգացնել է տալիս նորից դարերից արդեն կարծրացած առաքելականության որոշ հայրենիքը պետք եղած ձևով չարժևորելու որոշ դրվագներ նորից զգացնել է տալիս, բայց դրանով հանդերձ հայ կաթողիկե անհատը կամ համայնքները իրենց անցած պատմության ընթացքում ցույց են տվել, որ իրենք շատ ավելի զենքը կարևորող, հայրենիքին տեր կանգնելու իմաստով միշտ զենքը ձեռքում պահած ավելի, այսինքն նույն քրիստոնյան էին, նույն հայ, նույն ազգություն։ Այ երբեմն որ ասում են հայ արյուն, հայկական գեն եւ այլն, սրանք բոլորը փուչ բաներ են։ Կա դաստիարակություն, գաղափար։ Նույն հայն է։ Մեկը կաթողիկ է, բոլորը ուրիշ աշխարհընկալում ունի, մեկը առաքելական է, նույն երևույթների բոլորին ուրիշ արձագանք ունի։ Եվ դա օտարները շատ դիպուկ են նկատել։ Օտարները ավելի են տեսնում այս խնդիրները մեր մեջ, մեր տարբերությունները, քան օրինակ մենք, օրինակ ասենք, շատ դիպուկ օրինակ է գեներալ Գարդանի հուշերը, ինքը Նապոլեոնի գեներալներից էր, որ 1807-ին էր, եթե չեմ սխալվում, դիվանագիտական առաքելությամբ Իրանի շահին պիտի հանդիպեր, Ֆրանսիան ուզում էր դաշինք կնքեր ընդդեմ Ռուսաստանի, եւ Գարդան իր հուշերում գրում է, որ
մինչև տրապեզոն նավով է գալիս, հետո ցամաքով, այսինքն Հայաստանով է անցնում եւ մի դեպքի մասին է ավելի ծանրանում, որ տեղի ունեցել Արածանի գետի ափին Բագրևանդի Սուրբ Հովանու վանքի մոտ։ Եվ ասում է, որ դե ինքը հեծյալ պահակախմբով, օրվա ժամանակակից ամենաարդիական զենքով զինված, շատ ապահով, այսինքն առաջ էր գնում դեպի Բայազեդ, որ Թավրիզով իջնեին դեպի Պարսկաստանի խորքերը, ուրեմն այդտեղ նկարագրում է հետևյալը, ասում է վանք չասած փոխհրացության ձայներ լսեցինք եւ մեկը որ օգնության միտեղ որ կրակոցի ձայն է լսում, ասում են մենք խթանեցինք մեր ձիերը վարկյան առաջ դեպքի վայր հասնելու համար։ Այստեղ իհարկե ես ուզում եմ փակագծեր բացեմ, որտեղ ինձ համար դա շատ հետաքրքիր է։ Այսինքն տեսեք մեկ ուրիշը լիներ կամ մեր իրականության մեջ երբ մենք կտածենք փորձանք է ինչ է, գուցե շրջանցեն, գուցե Նապոլեոնի գեներալն է, կրակոց վարկյան առաջ ինքը պիտի այդտեղ լինի։ Գեներալը էր որ պետուկայսրության աշխարհը տիրելու ճամփեն բռնած եւ արագ հասնում են դեպքի վայր, ինչ են տեսնում, վանքը բարձպապատ է, հիմա քանդել են, վանքը չկա, 48-ին են քանդել 1900 քարերով Բագրևանդի Սուրբ Հովանու վանքի քարերով աղարը քաղաքի կենտրոնական մզկիթն է կառուցված։ Հա, ուրեմն այն ժամանակ բարձպապատ էր եւ ասում է, որ երբ որ վանքին ենք մոտենում, հասկացանք, որ վանքը պաշարված է քուրդ ռոսակների եւ փոխրացությունը վանականների ու պաշարող քրդերի միջև է։ Եվ ասում է, որ կրակի մի մասը մեր դեմ էլ ուղղեցին, կարծելով թե մենք այստեղ ես ուզում նորից փակագիծ բացեմ, այսինքն դուք վանականների դիրքից նայեք, ավելի բարձր դիրքում եք, ավելի շատ բան եք տեսնում եւ տեսնում եք, որ մի ամբողջ հեծյալ ջոկատ է մոտենում եւ արդեն իսկ պաշարված վիճակում չեք ընկրկում։ Դուք եք գալիս ձեր դեմել, այսինքն ընկրկում չկա, սա է շատ կարևոր։ Ասում է, որ մեր մեհմանդար, այսինքն առաջնորդը հայերեն գիտեր եւ բղավելով եւ մի խոսքով թյուրիմացում լուծվում է, նույն ժամանակ ասում է քրդերը սկսել էին տեղի տալ, հեռանալ, դրանք գոնե իմանում են, որ մենք աջակից չենք, թյուրիմացում լուծվում է, դարպասը բացում են, այստեղ Գարդանը ասում է, ես կտրել անցել եմ գրեթե ողջ Հայաստանը, բայց այն ինչ որ տեսա Բագրևանդի Սուրբ Հովանու վանքում, ինձ համար նորություն էր։ Եվ իբրև հաճելի մի նորություն, որտեղ գեներալ մարդ, կռվող մարդ է տեսել, արդեն համակրանք, անկախ իրենից համակրանք է, չես ընկրկել եւ այստեղ ասում է, բայց ոնց որ բառացի չեմ հիշում, միտքը սա է, որ սիրտս կրկնակի փառավորվեց, երբ որ իմացա, որ հայեր են, բայց կաթոլիկ են։ Ասում ու անցնում է ինքը։ Ես այս օրինակի կողք ուզում եմ դնեմ, որ Մշո Սուրբ Կարապետի վանքը 300 միաբան ուներ եւ ամեն ուխտագնացության անմիջապես հաջորդ օրը հետևում էր քրդական ավարառու մի արշավանք, որտեղ ուխտավորները որ գալիս էին, սորաբար նվերներ էին բերում եւ քրդերը մի անգամից ինձ հաջորդ օրը ամեն ուխտից հետո ուրեմն արշավանք էին անում թալանելու նպատակով եւ 300-ի մեջ 3 հոգի զենք չէր վերցնում։ Հայ առաքելական վանք էր։ Իսկ Լիմանապատի 70 միաբանների համար շատ դիպուկ նորից նկարագրությունների թողում կամ թողումա մեծոպեցներ, կամ դավիժեցիներ հիմա արդեն նույնիսկ շփոթում են, բայց հետարքի մի ասում է երիտասարդներ էին մեծ մասամբ, նրանցից ոմանք երկաթյա գոտիներ ունեին, որ անդադ ձգում էին այդ գոտիները եւ արյան շրջանառությունը կանգնեցնելով իրենց տանջանքների էին ենթարկում, որ բարձրալ ավելի քաղցր աչքով նայեր իրենց։ Ես ուղղակի ինքս մտածում եմ, որ դրանք այլմոլորակայիններ չէին, ափամերձ գյուղերի թիմար, գուցե որտեղ Լիմը թիմար գավառի տարածքին է մոտ, ուրեմն ավազանի տարբեր գյուղերից, այն գյուղերից, որ ամեն օր թալանվում էին, ամեն օր առևանգվում էին, ամեն օր բռնաբարվում, մարդասպանություններ էր տեղի, ամեն օր երիտասարդները այդ գյուղեր գնացել են վանք եւ իրենց կիսամեռ վիճակի մեջ էին հասցրել, որպեսզի բարձրյալը անձնապես իրենց եսին քաղցր աչքով նայեր։ Ես հիմա չեմ ուզում ուրիշ օրինակներ բերեմ, բայց ամփոփելով այս միտը ուղղակի պիտի ասեմ, որ հայ առաքելական եկեղեցին ինքը եսի փառաբանությանը կոչված
ես արժևորած, հանուն եսի ապրեցնող, իր ցանած սերմերը անպտուղ, որովհետև եսով տեղ չես հասնի։ Եվ լայն հաշվով ինքնասպառող, որովհետև եսով տեղ չես հասնի։ Իսկ կաթողիկե միջավայրում, օրինակ ասենք, հենց Ջավախի 10 հայ կաթողիկե գյուղ կա, եղել եմ բոլոր գյուղերում եւ տեսել եմ ով ինչ վիճակում է, նույն հողու ջրի մարդիկ են։ Մեկը ջուր ունի, ոռոգում է, մյուսը լաց է լինում, որ ջուր չունի։ Ասում որտեղից ձեզ ջուր, ով օգներ, միացանք, մենք էլ ջուր չունեինք, միացանք, գյուղի ուժերով, այսքան կիլոմետրից, գյուղով արեցինք, մեկը ցեխի մեջ է, մյուս սալահատակ փողոցներ ունի, ով սալահատակից միացանք, սալատու ցեխի մեջ չէին կորելու, այո ցեխեր, միացանք։ Այսինքն արժանապատվության բացակայությունն է քարոզում։ Միասինն է, ես մի բան եմ հասկացել, որ կաթողիկե ուսմունքի մեջ միասինը առաջնային է, եւ հոտի հովիվը, ես եկեղեցու մեջ վարդապետի զրույցն եմ լսել, որ ինձ թվացել է, թե ես գյուղապետարանում եմ։ Ոչ թե լայլայներ, այլ օրվա իր հոտին հուզող հարցեր եւ այդ հարցերը լուծում տալու ճանապարհներ եւ որպես կանոն բոլորի լուծումները միասին գյուղովի այսինչ առողջական խնդիր ունի օգնենք մեր գյուղացիներին ուղարկում ենք Մոսկվա բուժման գյուղովի սալահատակում ենք գյուղովի ջուր ենք բերում եւ միասին այսինքն վարդապետը տեսել են որ կաթողիկե հոգեորականը տարբեր խնդիրներ է արծարծել, բայց յուրաքանչյուր խնդրի լուծումը միասինն է, միասին այս հարցը լուծենք։ Հայ առաքելական, սա մեծագույն ցավով եմ արձանագրում, մեծագույն ցավով, բայց ինձ համար գոնե բացահայտ է, այսինքն սա արդեն հայտնի է, թե ինչը ինչից է։ Մեր իրականության մեջ նման բան չկա։ Մեր իրականության մեջ քահանան ձեռքերն է շփում, երբ որ իմանում է, որ հոտից մեկը մահացել է։ Գործ ունի։ Սա է մեր իրականությունը։ Ոչ թե որ իր հոտի անդամի առողջության համար մնացածի ուշադրություն, այսինքն կազմակերպելու, որ բոլորը մեկի համար։ Սրանից է գալիս։ Եվրոպական ազգերը, որ կայսրությունների մակարդակի են հասել, միասինն է գործել։ Բայց այնտեղ հոտային սկզբունք չկա, չէ՞։ Կրոնը առաքելական եկեղեցին ասում է հովապետը հովիվն է, ժողովուրդն էլ հոտն են։ Ինչի համար մարդկանց ինչին հոտի վերածում։ Ես ինձ համար դեռ հələ շատ ծալքեր կան, որ վստահ դրանց պատասխանները կան։ Երանի որ մեկը այս խնդիրներին, որտեղ ես մասնագիտության գործից աշխատանքից բերումով ուղղակի երան որ շատ ժամանակ ունենայի ավելի ես նյութին դնեի եւ կբացահայտեի 100%, որտեղ նույնիսկ հպանցիկ մի շարք բաներ նկատել են, ասենք ճարտարապետության ոլորտում։ Տեսեք մեր եկեղեցիների բեմերը որքան բարձր են։ Կաթողիկե եկեղեցիների բեմը կես աստիճան է, այսինքն կամ աննշան ընդգծում է աղոթասրահի համեմատ բեմի ուրեմն տարածքը, խորանի տարածքը։ Եվ իրենց հոգևոր առաջնորդը ժողովրդին ստացվում է, որ հավասար է կանգնած։ Այդտեղ էլ միասին են։ Պետք չունի աստիճաններ բարձրանա եւ սեփական հոտին վերից նայի, պետք չունի։ Այսինքն ճարտարապետության մեջ մենք տեսնում ենք, որ եսն է շեշտված։ Հայ առաքելական, քրիստոնեական, պաշտամունքային կառույցներում ճարտարապետական ձևերում իսկ արդեն եսն ենք տեսնում։ Էլ չեմ խոսում ուրիշ տարրերի մասին, ասենք, որ որքան կարևորվել է մութը, խավարը, մեր եկեղեցիների լուսամուտները ինչ սահմանափակ, նախ քանակապես քիչ են, երկրորդը որքան նեղ են եւ սահմանափակ լույս են, այսինքն ամեն ինչ արվել է, որ ներսում այդ միստիկ, այդ խավարի ազդեցության, որ դու կարող ես ավելի իբր հավատք, վախ սերմանես, որ ավելի հաջող արդյունքի հասնես,
ամեն ճարվել է, ճարտարապետությունը ինքը գաղափարի հայելին է, միջոց է։ Խորը գաղափարափիլիսոփայական հիմք կա քրիստոնեության մեջ, թե ինչպես կոտրեն այս ժողովրդին։ Որը որ դարերի ընթացքում, ես ասացի, որ կողքից միշտ ավելի լավ է երևում։ Հայաստան նվաճած տարբեր ազգեր շատ են արժևորել հայ առաքելական եկեղեցին։ Իբրև գործիք նվաճած երկիրը ամբողջ հայ ազգին ստրկական վիճակում պահելու նպատակով։ Մեր կաթողիկոսները, Պետրոս Գետադարձը, հետո Սելջուկ թուրքերի ժամանակ Բարսեղ կաթողիկոս, բոլորը բանակցում են, ոչ մեկ հայ ժողովրդի հայ ազգի համար չէր բանակցում։ Մեկը բյուզանդացիների հետ էր բանակցում, մեկը թուրքերի, մեկը մողոլների, արաբական արշավանքների ժամանակ արաբների հետ էին բանակցում։ Երբեք չէ, եկեղեցու մի քանի սպասավորների անունները, որտեղ ակնհայտ ուղղակի ազգադավ եւ պետականության կորուստին ուղղակիորեն մասնակցած դրանց անուններն են ավելի մեծ հայտնի, ինչպես Գետադարձ եւ այլն, բայց ճիշտն ասած, բայց իրենք մեղավոր չեն անհատապես։ Այն կառույցը, որը որ Հայաստանում իբրև հոգևոր կառույց կար, իր ուսմունքով ինքը հայրենապաշտությունից շատ հեռու էր։ Ինքը իր համար հայրենիք արժեք չէր եւ հայրենիքը պաշտամունք չէր։ Եվ արդեն ամեն դժվարությունների արատը այդտեղից գալիս է։ Եվ այդ կառույցի ոչ թե այդ կաթողիկոսները, եթե ունենք 130 քանի կաթողիկոսների մեջ 1-2-ի անունները, որ ավելի հայրենասիրական ուզում ենք հիշենք եւ շեշտենք, սրանք անհատների խնդիր են։ Ինչպես որ քահանաների մեջ էր ավելի ներքևի դասի մեջ, հոգևոր դասի մեջ էր եղել են անհատներ, որ զենքի մարդիկ են եղել։ Բայց սրանք անհատի խնդիր են։ Այսինքն այդ մարդը լավ քահանա է դարձել, բայց ինքը ի վերուստ ազատատենչ, ազատամիտ անհատականություն է եղել եւ զենքը կարևորող, մասնավոր օրինակներ են։ Այսինքն Խցկոնք վանքի վանահայրը ամբողջ տարածաշրջանի աուսարսափն էր։ Կամ ասենք Գրիգոր եպիսկոպոսը Տավուշցի, որ նորից իր ամբողջ կյանքում զենքը ձեռքին ձիու վրա, բայց սրանք մի քանի մեր եկեղեցականները աշխատում են այս անհատներին, որոնք իրենց դաստիարակության եւ իրենց ցանած սերմերի պտուղը չեն։ Սրանք այս անհատների խնդիր են։ Աշխատում ես մատի փաթաթան անել եւ ասել, բա այսինչ հոգեվորականը զենքը ձեռքին էր։ Հարյուրամյակների այս ամբողջ ընթացքում դու ձեռքիդ մատները նույնիսկ կարող է շատ լինեն նման անհատներ թվարկելու համար, ուրեմն դրանցով իրավունք չունես ներկայանաս։ Դու պիտի ներկայանաս այն 99.9%-ով, որ դարերի ընթացքում եղել ես եւ ես։ Դրանցով պիտի ներկայանաս, որոնք որ անհայրենիք իրար հոշոտում են, իրար տակ են փորում, միայն նրա համար, որ հաջողեն, թե ով պիտի հաջողի, որ ասենք Նյու Յորքի եկեղեցու սպասավոր լինի։ Ինչ հայրենիք, այսինքն իրար, եւ այսինքն շատ պարզ է ինձ համար, կառույցը իբրև գերագույն արժեք չի ընդունել եւ իր հոտին չի ուղղորդել ապրել հանուն այդ արժեքի, հանուն հայրենիքի, իսկ եթե դու չես ապրում, հանուն ինչի ապրում ես, դա էլ քեզ համար կունենաս։ Մենք ապրել ենք հանուն խաչի, երբ ամբողջ աշխարհը խաչապատել ենք, եկեղեցապատել ենք, ամբողջ մոլորակը։ Եվ էլի կարևոր հարց ունեմ, դուք ամբողջ Արևմտյան Հայաստան գիտեմ, որ ոտքի տակ եք տվել։ Ամբողջ չէ, ինչ որտեղ էր։ Ինչ որտեղ էր։ Մեծ է, մեր երկիրը շատ մեծ է, հնարավոր չի դա։ Այսօր որ խոսում ենք Արևմտյան Հայաստանի մասին, խոսում են միայն եկեղեցիների մասին։ Եվ ասում են պահանջենք հետ վերադարձնել մեր եկեղեցիները։ Բայց մենք Արևմտյան Հայաստանում թողել ենք մի ամբողջ պատմություն, որը ամեն օր փորում է թուրքը եւ օտարները եւ իրենց համար նոր պատմություններ են հյուսում։ Մենք չենք մտածում այդ մասին։ Ինչ կասեք դրա։ Ուրեմն մի քանի օր առաջ ընդամենը մշակույթի նախարարի մոտ մի ժողով էր,
որին մասնակցում էին տարբեր հիմնարկների պատասխանատուներ, այդ թվում մեկ հոգևորական Տերասողիկը։ Տերասողիկը ասաց, որ Արևմտյան Հայաստանում Պոլսո Պատրիարքարանը դեռ 10-ական թվականներին ուներ կազմել էր ցանկը կենթանի եկեղեցիների, այս էլ այդ նոր բառերից է, էլի ասենք եկեղեցին քանդված չէ, խոնարհված է, կամ ասենք եկեղեցին գործող չէ, այլ կենթանի է։ Հիմա այդ կենթանի եկեղեցիների ցանկն էր շեշտում Տերասողիկը, որ Պոլսո Պատրիարքարանը ժամանակին կազմել է եւ դրանք պետք է եկող տարվա այդ 100 տարելիցի հետ կապված եղերնի անպայման դրանք շեշտվեն, դրանց մասին խոսվի եւ այլն, որ դրանք քանդել են, դա շեշտվի, որ կենթանի եկեղեցիներ այսքան ունեին թվով, որ հիմա քանդել են։ Երբ որ խոսքինց հասավ, հիմա այս ձեր հարցի պատասխանն է ուղղակի, որտեղ ես ուզեցի, որ բոլորի ուշադրությունը, որտեղ որևէ մեկը չանդրադարձավ այդ խնդրին, ասեցի, որ նախ Պոլսո Պատրիարքարանը 10-ական թվականներին ձեռքի տակ ուներ միայն գործող եկեղեցիների ցանկը։ Եվ այն էլ ամբողջ ուրեմն Թուրքիայի տարածքում եւ դրա մի նշանակալի մաս, ասենք Անատոլիաներ եւ նույնիսկ եվրոպական Թուրքիա, այսինքն արևմտյան, այս մեր հայրենիքի եկեղեցիների ցանկը չեն դրանք, ինչ որ հայրենիքում կար։ Եվ բացի դա, որպես կանոն արդեն նախ որ մեր հայրենիքը մոտավորապես 30-33% էր հայաբնակ եւ այդքան բնակավայրեր ունեին եկեղեցիներ, բայց այն գյուղերը, որ արդեն ունենք 10 տարի առաջ Համիդյան ջարդերից հետո այլևս հայ բնակություն չկար եւ եկեղեցի էլ չէր գործում, բայց եկեղեցի շենքը կար, ուղղակի չէր գործում, հայ չկար եւ շատ Համիդյան ջարդերից հետո մենք բազմաթիվ գյուղեր ունեինք, որ այլևս հայ բնակություն չվերականգնվեց, կամ գյուղ, որ ուներ 2, 3, 4 եկեղեցի, մեկը մնաց գործող, մնացած չէին գործում։ Հիմա Թուրքերը այս ընթացքում, մեկ տարի ընթացքում ոչ թե միայն քանդել են այն եկեղեցիները, որ գործում էին 10-ականներին, մինչև մեծ եղերնը, այլ քանդել են բոլորը։ Նույնիսկ դարեր առաջ արդեն ամայացած չգործող եկեղեցիները, վանքերը, մանդուղները, ամենն են քանդել։ Գործողները մոտավորապես 1/20 մասն էին պաշտամունքային քրիստոնեական գոյություն ունեցող կառույցների մոտ 1/20 մասն էին։ Այդ ցանկի մեծ մասը սկի մեծ հայքի տարածքում էլ չի, Արևմտյան Հայաստանում էլ չի։ Այսինքն երևակայեք, թե մարդ երբ որ ինքը իրենից լուր չի ունենում, ինչ խեղկատակ վիճակի մեջ կարող է հայտնվել։ Պահանջում ենք մեր կենթանի եկեղեցիները, որ քանդել էին, ասենք։ Հիմա պահանջում են, կամ ուզում են, որ դա ներկայացվի որպես մշակույթի ցեղասպանություն։ Կենթանի եկեղեցիները 1/20 մասն էին, մնացածը ձերքի հետ լվացել է։ Պատմությունն ընդամենը մի քանի տարի իրենք սահմանափակում են։ Ուրեմն առաջինը սա է, որ իրենք լուր չունեն, թե հայ առաքելական եկեղեցին դարերի ընթացքում ինչ հուշարձաններ ուներ, նա շեշտեց, որ հուշարձան չի եկեղեցին, ուրեմն պետք է եկեղեցի ասել, չի կարելի հուշարձան ասել։ Ես էլ ուզեցի այդտեղ ճշտեցի, որ թուրքերը միայն եկեղեցիները չեն քանդել, որ ասենք միայն եկեղեցի։ Թուրքերը քանդել են հայկական բնակելի տները, հայոց դպրոցների շենքերը, բերդերը, Տիգրիս բերդը տասնամյակներ քարհանք է ծառայել։ Այսինքն բերդերն են քանդել։ Մեր աղբյուրների ու կամուրջներից ու աղբյուրներից օգտվել են, բայց շինարարական արձանագրությունները անհետացրել են։ Ջահացներն են քանդել, վերջապես սրանք բոլորը տարբեր տեսակ հուշարձաններ են եւ չես կարող օրինակ թվարկես այս ամեն հուշարձանատեսակների անունները թվարկես։ Դրա համար մեկ բառ գոյություն ունի՝ հուշարձաններ, պատմական հուշարձաններ։ Եվ այս ձևով բոլորը մեկտեղ միանգամից հասկացվում է։ Միայն եկեղեցի չեն քանդել, որ ասենք եկեղեցիները քանդել են։ Ամենն են քանդել։ Ինչ որ հայկական են, գերեզմանոցները, բոլոր գերեզմանոցները քանդել են։ Գերեզմանոցը եկեղեցի չի։ Եվ գերեզմանոցում ամեն մի գերեզմանական հուշարձան մեկ միավոր հուշարձան է։ Ասենք ամեն մի խաչքար մեկ հուշարձան է կամ ամեն մի տապանակար։ Ամենը քանդել են։
օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքում որ մոտ 25,000 հուշարձան է վկայագրված կամ պասպորտավորված, դրա մի նշանակալի մասը խաչքարեր ու արժեքավոր տապանակարեր են, որ եկեղեցիներ չեն։ Սա է հարցը, որ մենք ընդհանրապես փորձում ենք կարծես թե միտումնավոր թե մեր տգիտության պատճառով չեմ իմանում, կամ գուցե երկուսն էլ, բայց փորձում ենք այն ինչ որ դարերից մեզ իբրև հիշատակ, նյութական մշակույթի հիշատակ ժառանգվել է, դրանք անպայման դիտարկել, ընկալել իբրև վանք ու եկեղեցի։ Այսինքն միայն եկեղեցուն ենք մենք համարում որպես արժեք, մշակութային կոթող եւ մեզ համար ինչ-որ ժառանգ։ Հայ առաքելական եկեղեցու համար, քանի որ այդպես է, ինքը փորձում է որ իր հասկացածը հասկացնի բոլորին։ Բայց շարքային հայ հենց այդպես էլ հասկանում է, որովհետև ուրեմն հաջողության հասել։ Ուրեմն հայ առաքելական եկեղեցին իր տգետ արշավի մեջ հաջողություն է արձանագրել։ Մենք էլ սա պիտի արձանագրենք։ Որ եթե հասարակ քաղաքացին ինքն էլ պատմական հուշարձան ասելով եկեղեցի ու վանք է հասկանում, ուրեմն ինքը ընդունել է իր գլխի մեջ էլ տեղ է գտել այն տգետ անխոհեն գաղափարները, որի հեղինակն է հայ առաքելական եկեղեցին իր սպասավորներով։ Պարոն Կարապետյան, վերջին հարց էլ ուղղեմ ճարտարապետության հետ կապված։ Խոսում են, որ Երևանում քանդում են շենքերը 19-20-րդ դարի, աղավաղում են հին Երևանի պատկերը։ Մի խոսքով, միթե Երևանում միայն 19-20-րդ դարի ով իրականում քանդեց Երևանը։ Ամբողջ Երևանի տակը մի ամբողջ պատմություն է թաքնված։ Ընդհանրապես Երևանի խնդիրը շատ բարդ է, որովհետև ճիշտն ասած իհարկե եվրոպական մի երկրում գուցե նույնիսկ այս իրավիճակում լուծում կգտնեին, բայց արդեն ի սկզբանե ես միայն թե կուզեի որ սխալ չհասկացնեմ, որովհետև ես ինքս գտնում եմ որ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը իսկապես, այսինքն մարդը հատուկ տաղանդի գուցե իր ոլորտում հանճարի մակարդակի ստեղծագործող էր, բայց մի Գրիգոր Լուսավորիչ էլ ինքն էր։ Կորչի հինը կեցե նորը, այդպես չի լինում։ Բոլոր նորմալ քաղաքներում կա հին քաղաք, նոր քաղաք։ Ասենք սկսած մեծ Բալթյան երկրներից, հին Տալին, նոր Տալին, հին Ռիգա, նոր Ռիգա եւ այլն։ Այսինքն մինչդեռ մեզանում արվեց մի նախագիծ եւ դա դրվեց դարերից ի վեր զարգացած, կառուցապատված, իր ուրույն հատակագիծը ձևավորված մի քաղաքի վրա։ Եվ միայն իր հրապարակը արդեն հին քաղաք, այսինքն հին քաղաք գրեթե հաշվի չի առնվել։ Մի նոր քաղաք պիտի ստեղծվեր։ Եվ ստեղծվել է։ Եվ հրապարակում, որ ասենք հիմա քանդեցին, տեսանք, որ այն հին շենքերի նկուղային հարկերը, որ բոլորը թաղակապ էին, եւ մնացել են հողի տակ, հրապարակի տակ ասենք, բայց ուր էլ քանդում են մի հին շինություն դուրս է գալիս։ Եվ բայց դա արդեն սխալը ի վերուստ է գործվել։ Չես կարող դու մանավանդ երկիր մայրաքաղաքն է, քաղաքներ առասարակ իրենց վերջապես զարգանում են։ Եվ հիմա ամեն մի շենք էլ ափսոս է, այն որ մեջտեղից գնում են։ Բայց ի վերջո չես կարող, երկրի մայրաքաղաք է, զարգանում է։ Ես դեռ ուրախ եմ, որ գոնե ինչ-որ նախագծեր են անում, որ այդ շենքերը կյանքի կկոչեն, չեն կոչի, սա այլ ուրիշ հարց է։ Բայց որ իբր քանդում վերաշարում պիտի անեն եւ մի ինչ-որ հատված պետք է հին Երևանի այդ գոհար շենքերով Երանի որ դա իբր նախագիծ չմնա։ Վերջերս մի ճարտարապետ նույնիսկ մակետն էին պատրաստել եւ դա էր ցույց տալիս եւ հույսով եմ որ իսկապես դա կարողանան կյանքի կոչել։ Գոնե այդ ձևով մի անկյուն ինչ-որ մի տարածքում հին Երևան ինչ-որ խորհրդանշական ձևով վերհառնի։ Բայց ստեղծես նոր քաղաք հինի վրա, հնի կորուստի հաշվին պիտի դա ունենաս։ Նորմալ կորուստներ են սրանք, նորմալ կորուստներ են։ Եվ ամփոփում որպես վերջնական, այսինքն բերել են մի կրոն, որը քանդում է հինը, ձևավորում է նորը, քանդում են ճարտարապետությունը, նորն են ձևավորում, բերում են իշխանություններ, ովքեր միայն նորովի դեպի գլոբալիզմն են առաջ տանում, չեք կարծում այստեղ ինչ-որ շատ են համընկնումները։
Ընդհանրապես հիմա ես ինչից սկսեցի ստիպված լինի նրան վերադառնամ, որովհետև գտնում եմ, որ ամեն մի ազգային տեսակ իր հավատքի գաղափարաբանության պտուղն է, ամեն մի ազգային տեսակ։ Եթե դու չես ապրում եւ չես ապրել հանուն հայրենիքի, սրանք շղթայական կապի մեջ են, բոլոր երևույթները։ Դու չես գուրգուրում հայրենի հնավանդ կառույցներդ, իշատակներդ։ Ժամանակակից գերեզմանոցները գնացեք 20-30-ական թվականների տապանակարերն են հրում, գցում, գլորած աչուձախ տեղը նոր մի եւ այսինքն դու ոչ քու պապիտ կամ պապի հոր ավելի հին չեմ գնում, ուրեմն հիշատակը հարգող ես, պատիվը պահող, փաստ մեր գերեզմանոցները։ Այդ խառնի ճաղանջ, ես օրինակ ժամանակակից գերեզմանոցները, որ գնում եմ, հասկանում եմ, որ որևէ օտար ազգի, եթե մտնի մեր գերեզմանոցներից, որևէ մի գերեզմանոց, մի անգամից կհասկանա, որ ինքը մի երկրում է, որի հասարակությունը փոխադարձ հարգանք չունի։ Ոչ մեկին պետք չի հանդիպի, ոչ մեկ մարդու։ Մի հատ գերեզմանոց գնա, նախնյաց հիշատակների հարգանք չունի, փոխադարձ հարգանք չունի, եսը տիրապետում է, ամեն մեկի եսը մեկը մյուսից առաջ ընկած, եսի մրցավազք։ Գերեզմանոցից երևում է, ժամանակակից գերեզմանոցից։ Սա առնչվում է ազգային տեսակին։ Տեսակն է այդպիսին։ Իսկ տեսակը իր հավատքի ցանկացած ազգի մոտ տեսակը ձևավորվել է ազգային ուրեմն հավատքի գաղափարաբանության ներքո։ Իր լավ ու վատով։ Հիմա ամեն բան չսևացնեմ, որոշ տարերեր կան, որ դրանով հանդերձ լավ են, բայց լայն հաշվով, միշտ պիտի լայն հաշվով տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչ ենք մեզնից ներկայացնում։ Ընդհանուր առմամբ, երբ որ հայրենիքի պաշտամունքով չես ապրում, երկիրը ակամա վերածվում է խոզանոցի, մի բան որ կա։ Այսինքն տեսակի ոչնչացում է տեղի ունեցել։ Դարեր տեսակը խոտան տեսակը հովանավորվել է։ Խոտան տեսակը հայրենիք չպաշտող տեսակը թշնամիներից, մեզ տիրած թշնամիներից հովանավորվել է։ Եվ ամեն ինչ արվել է, որ իբրև բնիկ ազգ մենք մեր արմատը չզգանք, դավաճան լինենք մեր արմատին, ապրենք առանց արմատի թելադրանքով։ Պատմությունը եթե կեղծվել է, այսօր ասում են դուք բնիկ էլ չեն, նույնիսկ դա էլ են արդեն ժխտում, չէ։ Պատահական չի, որ հենց հայ պատմաբանների մեջ շատ եղել են, շատ գիտնական, հիմա էլ կան, որոնք գտնում են, որ հայերի եկվորներ են։ Սրանք այս ամենը տեսակն է ծնում, այս ամեն արարքների ակունքը տեսակի մեջ է։ Եվ ելքը հատիկ-հատիկ, քայլ-քայլ, փոքրիկ քայլերով ճշմարտությունը բացահայտել, քաջություն ունենալ, կամաց-կամաց քաջություն ձեռք բերել, ճշմարտությանը ուղիղ նայել, չխուսափել ճշմարտությունից։ Դրա համար աշխատանք պիտի տարվի, աշխատանք գաղափարների հետ, մտքերի հետ, որովհետև երրորդ հազարամյակ ենք, ամոթ է առաջնորդվել հրաշապատումներով, երրորդ հազարամյակ է, այդ հեքիաթները պիտի հետևում թողենք, պիտի ամեն հարցում կապկում ենք, լավ, ամեն ճարվում է, որ լավը չկապկենք, ես կուզեի, որ ընդհանրապես ոչինչ չկապկենք, խնդիրը սա մասին չի, բայց երբ որ կապկում ես, գոնե լավը կապկես, արժեքավորը կապկես, գոնե քրիստոնյա ազգերը հայրենիքի պաշտամունքով են ապրում։ Եվրոպական ազգերը քրիստոնեության տարբեր կա, բողոքական կա, կաթոլիկ եւ այլն, բայց բոլորի մոտ մի արժեքը գերակա է, դա հայրենիքն է, մշակույթն է ազգային, այսինքն նրանք իրենց լեզուն, պետական լեզուն, այսինքն այնքան խանդոտ են, մենք ինչի մի քիչ ասենք հենց այդ ազգերից օրինակ չվերցնենք։ Մեր պարագային մեր խնդիրը ուրիշ է, մենք ընդհանրապես պետք է կրոնը ոչ թե երկրորդ, երրորդ կարգի, ընդհանրապես պիտի
չկարևորեինք, որովհետև պատմական դարերի բերումով մենք հիմա մի հատ իրավիճակ ունենք, որ մենք ունենք նախ որ հենց քրիստոնեության մեջ տարբեր ուղղությունների հայեր, ունենք որ որևէ ուղղության չեն, որևէ կրոնի չեն պատկանում, ունենք մահմեդական հայեր, ասենք, այլ կրոնների բոլորովին։ Վերջապես ունենք տարբեր եւ այս կրոնները ընդհանրապես ազգը պարակտելու մի հատ լավ ճանապարհ են, ինչպես կուսակցությունները աշխարհիկ դաշտում, կրոններն հոգևոր դաշտում, նույն գործն են անում։ Ազգը պարակտելու, ազգը միավորող միակ արժեքը, գերակա արժեքը հայրենիքն է, որ կարող է բոլոր հայերին, անկախ կրոնը հավատացյալ չէ, որ հավատքի հետևորդ է, անկախ ամեն ինչից, որ կարող էր համախմբել։ Նույնիսկ աղանդավոր հային, որ ասում ենք, այս աղանդավորը բան, հայրենիքը եթե արժևորվեր մեր երկրում, աղանդավոր չէին դառնա, որտեղ դա ամենաճշմարիտ, ամենաազնիվ արժեքն է։ Մարդը պիղծ չի ծնվում, մարդ ժամանակի մեջ ընկնում է խոտոր ճանապարհներ եւ սկսում է ազնվացնող արժեքը մարդուն հայրենիքն է, վեհացնող, վեր բարձրացնող արժեքը հայրենիքն է։ Ամեն ազգի ներկայացուցիչ իր հայրենիքին նվիրված լինելով լայն հաշվով երկիր մոլորակից փորձանքները պակասում են։ Որտեղ եթե ամեն մի ազգի հայրենիքը իր հայրենիքը պաշտելով իր հայրենիքը մաքուր է պահում, իր հայրենիքի հանքավայրերը խելամիտ ձևով է շահագործում, հերը չի անիծում թքած վաղվա վրա, այս ձևով չի մոտենում, բնական ուրեմն աղետների չի ենթարկում իր ռեսուրսները, իր հայրենիքը, եւ ամեն մի ազգ եթե հայրենապաշտ է եւ խնայող է եւ գուրգուրող է իր տարածաշրջանին, լայն հաշվով, երկիր մոլորակն է, չէ, առողջ շարունակում պտտվել։ Բայց մենք մեզ ի վերուստ տրված տարածաշրջանի նկատմամբ, ճիշտն ասած, պետք եղած հոգացությամբ չենք վերաբերում եւ չենք ապրում։ Եվ ճիշտն ասած նորմալ ազգերը, որ գան եւ ասեն ռաբներդ քաշեք երկրի մոլորակի ձեզ տրված այս դրախտային անկյուն այս ինչ վիճակի եք հասցրել։ Դուք արժանի չեք ընդհանրապես այս տարածաշրջանի, մի հատ նորմալ ազգ բերենք ձեր փոխարեն ստեղ ապրեն, երևի իրավունք կունենան։ Այնքան որ իրապես խոզանոցի ենք վերածել։ Սա էլ ցույց է տալիս, որ մեր խնդիրները չեն գիտակցում, որովհետև ցեղասպանության ենթարկված ազգը էլ առավել ունի շատ ավելի խնդիրներ, քան շատ ուրիշ ազգեր։ Մեր առջև շատ ավելի յուրօրինակ խնդիրներ են ծառացած։ Մեր պապերը շատ ավելի սխալ են ապրել, որ հնարավոր է եղել իրենց այդ ցեղասպանությունը իրականացնել։ Այդ մասով էլ մենք պետք է ճշմարտությունները սկսենք իմանալ եւ ճանաչել։ Անպայման, որովհետեւ եթե ցեղասպանության են ենթարկվել, դրա մեջ ահռելի չափով մենք մեր մեղքի բաժինը ունենք եւ գիտակցում ենք դա թե չէ, մեր պապերի սխալների տերն ենք թե չէ, սխալների պատճառով գոյացած պարտքերի տերն ենք թե չէ, եւ տեսնում ենք, որ մենք շատ ավելի, ճիշտն ասած, խնդիրներ ունենք, որոնց լուծման համար էներգիա է պետք, կյանք է պետք, եւ նվիրում եւ նպատակասլացություն եւ ամեն ինչ է պետք։ Քան ուրիշ ազգերի համար, որ ավելի հանգիստ կարող են ապրեն, ճիշտն ասած, գեր լարված վիճակը մեզ է պարտադրված, բայց մենք տերը չենք եւ ավելի անհոգ ենք ապրում, քան ազգեր, որ նման խնդիրներ չունեն։ Այսինքն իրենք կարող էին շատ ավելի անհոգ ապրեին, բայց իրենք նորից ամեն օրվա իրենց ազգային աշխատանքով հանուն հայրենիքի զորացնում եւ զորացնում են։ Իսկ մենք, որ շատ ավել ստիպված էինք պարտադրված պարտքերի տակ ճկած ենք ուղղակի, որ պիտի ավելի մեր ազգի համար, մեր հայրենիքի համար մտածեինք, տեսնում ենք, որ տեսակն է նորից իր դերը կատարում։ Տեսակը չի թողնում, որ մենք մեր ողնաշարը շտկենք։ Ազգային անգիտակից տեսակ։ Տեսակը, որը որ մեզ փոխանցվել է, ի սկզբանե տրվել է ուրեմն եկեղեցով եւ հովանավորվել է դարից դար, առաջ է մղվել եկեղեցով,
Եվ այսօր էլ անկախ պետականության գոյության պայմաններում ես դրա համար հատուկ ցավ եմ ապրում, որովհետև ես շատ եմ ափսոսում, ընդհանրապես լույսով էլ կարող ես իշխես, խավարով էլ, եւ մեր անկախ պետականության արդեն իրարահաջորդ 3 նախագահներից ոչ մեկը երես չթեքեց եկեղեցուց, այսինքն իշխանություն պահելու համար նախապատվություն տրվեց խավարին եւ պարարտացրեցին խավարը սնվելու համար խավարից, սա է տեղի ունենում, այս խավարի օջախները, որ ամեն տարի սնկի պես ավելանում են, որոնց վրա այնպիսի նյութական միջոցներ են ծախսվում, որ եթե դրանք փոխանցված լինեին պաշտպանության նախարարությանը, օրինակ, կամ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցների բնակարանային տների համար, կամ տնտեսությունը ոտքի հանելու նպատակով գործարանների կառուցման համար, մարդ միայն տուն ունենալով չի, աշխատանք էլ պիտի ունենա։ Այսինքն, ես տեսնում եմ, որ մեր քայքայումը, երկրի քայքայումը, միանշանակ, միմիայն, կեղծ, այսօր ճշմարիտ հավատացյալ չեմ մանում, նույնիսկ եթե ճշմարիտ հավատացյալ կա հարգանք իրեն, բայց միայն խղճմտանք է առաջացնում։ Ճշմարիտ հավատացյալ, այսինքն հույսը Աստծո վրա դրած, սեփական աշխատանքի քրտինքի վրա դնելու փոխարեն, ջրանց կառուցելու փոխարեն պիտի աղոթես, որ անձրև գա, հողդ բերք կտա, եթե ջրանց կես կառուցել, աղոթքը գնաց արդեն, ուրեմն աշխատանք ու քրտինք, սա 1000 տարի առաջ շատ նորմալ էր, 3-րդ հազարամյակում ենք, Պաշտպանության նախարարության մի ծրագիրը շատ կարևոր է, մի քանի արդեն մասնակցել եմ քանի զորամասերում զինվորների համար ռազմահայրենասիրական գաղափարները խորացնելու նպատակով, այս մեր նյութին էլ առնչվում է միջայլոց, ուրեմն դասախոսությունների շարք, ինչպես կարող է ռազմահայրենասիրական, ճիշտ ասած նաև մի հատ կեղծ վիճակ կա, այս էլ ինձ հետ է պահում, որտեղ այսինքն ես պիտի գնամ օրինակ, ասեմ այն բաները, որ հիմա ասեցին, բայց Պաշտպանության նախարարությունից կարծեմ, թե կառավարությունից ԼՂՀ ազգային հերոսի կոչում տվեցին, ասենք, Պարքև եպիսկոպոսին, կամ ասենք ամեն մի զորանոցում մի հատ քահանա են բերել, հարյուրամյակներ օտարի ծառա, իրենց գոյությունը հանդուրժվել է, որովհետև հոյակապ հարկահավաք էին թշնամու համար, իդեալական, դա ոչ արաբը կարող էր անել, ոչ սելջուկը, ոչ պարսիկը, ոչ մոնղոլը, ոչ ռուսը, բոլորն էլ կարիք են ունեցել հայ առաքելական եկեղեցու, գերազանց հարկահավաք կառույց էր, նվաճող երկրի պետական գանձարանը լցնող, հոսեցնող այդ ամբողջ հասույթները, և քամելով մինչև վերջ իր, բայց քանի որ ինքն էլ պիտի իր եսը պիտի ապրեցներ, ուրեմն մինչև վերջ 15-րդ դարում հայերը մահմեդականություն են ընդունում փախնելով հայ առաքելական եկեղեցու հարկերից խուսափելու պատճառով, 15-րդ դարում, փրկվելու համար հայ առաքելական եկեղեցու ճիրաններից ընդունում էին մահմեդականություն, սա պիղծ կառույց է, և այսօր մենք տեղ ենք տվել այս խավարին մեր պաշտպանության բանակի մեջ, մեր դպրոցներում հայ եկեղեցու պատմություն։ Հայոց պատմությունը լավ էին անցնում, հիմա էլ հայ եկեղեցու պատմություն, ամբողջ հեքիաթներ, հրաշապատումներ, խեղճ կատակություններ, այսինքն, չգիտեմ վերջի դրվագները դրել են, որ սուրերը ռմբակոծում էին Արցախը, ռումբերը Գանձասարին երբ որ մոտենում էին, գմբեթ չասած, թեքվում էին, ռումբերը ուրիշ տեղ են գնում պայթում, որովհետև Գանձասարի հրեշտակները բան են անում, այդ ռումբերին, սենց պինգ-պոնգի բաների պես, ուրեմն, Պարքև Սրբազան, և զառանցանքի հեղինակին Արցախի ազգային հերոսի կոչում տվեցին, սա է մեր իրականությունը, պիտի աշխատենք մարդկանց, իհարկե մարդկանց մի հասարակության մի շրջանակ կա, որ սիրում են խաբվել, ուղղակի սիրում են, այս խոսքը ինձ շատ ընդունում եմ ճիշտ է ասել, բարձրաստիճան հոգևորական է ասել,
Եթե մարդիկ ուզում են խաբվել, անձամբ ինձ էր հանդիմանում, ասում էր, քո ինչ գործն է, ինչի ես մեջ ընկնում, թող խաբենք էլի, մեր գործը խաբելն է։ Սա ասել է ինձ բարձրաստիճան հոգևորական։ Իհարկե, թե գտնում եմ, որ ազնիվ է, որ այդքան ասեց, թե գտնում եմ, որ ինչպես կարող է մարդ իմանա, որ խաբում է։ 10 անգամ չես ծնվելու, որ ես մի կյանքդ խաբելով ապրես։ Մեկ կյանք ինչպես կարող ես իմանաս, որ խաբում ես ու խաբելով ապրես։